Սա իսկապես բնօրինակ կտավն է։ Գույների վարպետը Մակու քաղաքում ծնված բանաստեղծի դիմանկարը վրցնել է 1923-ին, հետագայում հենց ինքն էլ Սարյանը այն հանձնել է գրականության և արվեստի թանգարանին։ Գլուխգործոցը փրկվել է հրաշքով։ 1937-ի ռեպրեսիաների ժամանակ խորհրդային ղեկավարությունը որոշել էր կրակին հանձնել նաև Սարյանի 12 կտավները, այդ թվում Չարենցի դիմանկարը, բայց Շատ մեծ ռիսկի գնալով թանգարանի երկու աշխատակիցները թղթերի մեջ փաթաթում եւ այս դիմանկարը իջեցնում են թանգարանի նկուղային հատված եւ մի խուլ անկյունում պահում են եւ Չարենցի մահվանից 2 տասնամյակ անց, երբ որ արդարացվում է Չարենցը, այդ տարիներին արդեն մոռացության եւ այսպես ասած փոշիների միջից կարծես վեր է հառնում այս հրաշալի կտավը։ Չարենցի դիմանկարի կողքին նաև արվեստի մյուս երևելիներն են՝ Մարտիրոս Սարյան, ծանոթ և անծանոթ դեմքեր։ Ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված է նկարչի մոտ 60 դիմանկար, այն կգործի մինչև հուլիսի 10-ը։ Վարպետի աչքից չեն վրիպել նաև ժամանակի մեծերի ընտանիքի անդամները։ Գլուխը կախ ամոթխած տատիկ, օրինակ, բակունցի մայրն է։ Ընտանեկան այդ զրույցի ընթացքում միտք է առաջանում նկարել Բակունցի մորը, Ողջագյուլ մայրիկին, ստեղծման պահին արդեն նկարը հանձնվել է Բակունցի ընտանիքին։ Կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ ու վավերագրեր։ Սարյանի հավաքածուի արժեքավոր շատ նմուշներ ցուցադրվում են առաջին անգամ։ Դա է պատճառը, որ աշխատանքները ոչ բոլորին է հայտնի։ Նկարչի վրձնագործերի զգալի մասը պահվում է այստեղ։ Անուրանալի է վարպետի ավանդը նաև գրքերի պատկերազարդման գործում։ Մահարու մրգահասը, մանկություն, պատանեկություն, եռագրություն է, իդեպ նաև Եղիշե Չարենցի Երկիր նայերի վեպի նկարազարդումներն է արել, Իսահակյանի բանաստեղծությունները եւ շատ այլ նկարազարդված գրքեր, որոնցից մի քանի ցուցանմուշ ներկայացվում է ցուցադրության շրջանակում եւ շատ այլ ցուցանմուշներ պահվում են Գրականության եւ արվեստի թանգարանի գրադարանային ֆոնդերում։ Մարտիրոս Սարյանը այս նամակը գրել է 1922-ին Երվանդ Շահազիզին։ Գրականության եւ արվեստի թանգարանի հիմնադիր տնօրենին առաջարկում է ղեկավարել 7 բաժին ունեցող պահոցի գեղարվեստական մասը։ Այս դիմակներն ու բեմի մակետն էլ պատմում են Ազգային թատրոնի ստեղծման եւ առաջին ներկայացման Պեպոյի մասին, որի բեմանկարիչը Սարյանն էր։ Թատրոնի առաջին վարագույրը եւս սարյանական էր, հանրահայտ Հայաստան գլուխգործոցով, որը 10 տարի վարագույր ծառայելուց հետո դարձել է մեծանկար ու այսօր էլ զարդարում է Սունդուկյանի ջեմասրահը։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։